Շաբաթվա լուրերն Armenia Today-ից։ Ռուսական ցորենով բեռնված գնացքը ժամանել է Հայաստան, անցնելով Ադրբեջանի և Վրաստանի տարածքով։ Նախնական տվյալներով 3-ամյա Տիգրանին հայրն է խեղդամահարել։ Նրա քույրն ու եղբայրը տեղափոխվել են Հայ օգնության ֆոնդի կենտրոն։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը կընդունի Հայաստան ժամանելու հրավերը։ Սերժ Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ Նոր սահմանադրությամբ ուժեղացվելու են ազգային ժողովի լիազորությունները, փոխվելու է ընտրությունների կարգը։ Կալանավորվել են ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի եղբայրն ու եղբորորդին։ Վատացել է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը։ Նա հոսպիտալացվել է, ավելի ուշ նորից տեղափոխվել քրեակատարողական հիմնարկ։ Մեր ձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը հարցազրույց է տվել ամերիկացի լրագրող Թաքեր Կարսոնին։ Հրդեհ է բռնկվել մայրաքաղաքի Երևան Սիթի սուպերմարկետում, կատուժած։ Մինչև 23 տարեկանների և երիտասարդների բռնցքամարտի Եվրոպայի առաջնության մրցումային 4 օրերին հայ մարզիկները հաղթանակներ են գրանցել։ Ազգային ժողովի հանձնաժողովն ընդունել է հունվարի 27-ը հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր սահմանելու նախագիծը։ Թուրքական լիրան անկում է ապրել 2010 թվականից ի վեր կորցնելով իր արժեքի 97%-ը։ Ձերբակալվել է Հայաստանի էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը։